Ամերիկյան կոնգրեսում հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին է այսօր խոսել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Եթե 106-րդ բանաձևը ընդգրկվի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, սցենարը կարող է փոխվել։ Հայելի ակումբում ասել է Ռուստամյանը, անդրադառնալով որոշ կոնգրեսականների խնդրի նկատմամբ դիրքորոշման փոփոխմանը։ Ասուլիսից մանրամասներ է ներկայացնում Մարիամ Բարսեղյանը։ Կընդգրկվի 106 բանաձևը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, թե ոչ, կորոշի պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հիշեցնում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Նա չի բացառում, որ այս դեպքում ստորագրությունները հետ վերցրած կոնգրեսականները կվերականգնեն իրենց դիրքորոշումը, ու դա կարող է լինել ի պատասխան քայլերի, որոնք այսօր կատարում է Թուրքիան որպես հակազդեցություն բանաձևի քննարկմանը։ Թուրքիան այսքան անհանգիստ, որ դրսևորումներ է անում, ջղազիկ կարելի ասել, շարժումներ է կատարում, խոսում է այն մասին, որ շատ ճիշտ գործընթաց է սկսել այսօր համաշխարհային ամբողջ միջազգային արենայում ճանաչման գործընթացը, իսկ Ամերիկայի պետությունը, որը լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի վրա եւ երբեք չի կարող մեղադրվել Թուրքիայի կողմից թշնամական ինչ-որ վերաբերմունքներ ունենալու պարագայում այդ երկրի նկատմամբ։ Եթե այս փաստը ճանաչում են, իսկապես փաստն արդեն դառնում է անառարկելի։ Թուրքիայի ոչ քաղաքակիրթ պահվածքը ըստ բանախոսի նշանակում է, որ ցեղասպանության հարցը միայն անցյալին չի վերաբերում, ու նույնքան մտահոգիչ է նաև 21-րդ դարում։ Արմեն Ռուստամյանը խոսեց նաև հայաստանյան ներքաղաքական կարևորագույն խնդրի՝ նախագահական ընտրությունների մասին։ Ժողովուրդը կարող է համակրել մի ուժի, բայց ընտրությունների արդյունքում իշխանության գա մեկ այլ ուժ։ Պատճառը ընտրական գործընթացներում առկա երկու արատավոր երևույթներն են։ Մեկը փող է տալիս գնում է այդ իրավունքը, ինքն է ասեն իր համար օգտագործում այդ ընտրողի իրավունքը, մյուսը պարտադրում է, որ դու այդ իրավունքը չկիրառես, այլ իմ ասած ձևով քո ունեցած ընտրական իրավունքը կիրառես իմ ասած ուժի օգտին։ Իրավիճակը մեկ անգամ ևս հաստատում է, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Նախընտրական 2-3 ամսում Արմեն Ռուստամյանը ասում է, որ կարելի է երկրում շատ բան փոխել, ու որպես առանցքային բաց թողում նշում, գործում է սահմանադրական մի կարգ, որին չեն համապատասխանում երկրում գոյություն ունեցող հասարակական քաղաքական կարգերը։ Մարիամ Բարսեղյան, Արտաշես Եսայան, Երկիրն այսօր։ Իդեպ մամուլի ասուլիսին հեռուստաընկերություններից ներկա է եղել միայն Երկիր մեդիան, պատճառը մամուլի ակումբների միջոցառումները չլուսաբանելու մեր գործընկերների լուռ համաձայնությունն է։ Արմեն Ռուստամյանը խոսել է նաև այս խնդրի մասին, նա կարևորել է քննարկումները լրատվամիջոցներում, հատկապես նախընտրական շրջանում, եւ ասել, որ պետք է բացատրել, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Երևույթը կարող է ստվերել նաև Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, ասել է Ռուստամյանը։ Եթե մենք այսպիսի բան ենք անում, սա ցույց ենք դնում, որ ժողովրդավարական առումով, այո, լուրջ խնդիրներ ունի երկիրը։ Այսինքն, եթե պարզ է դառնում, որ սա իսկապես ինչ-որ կազմակերպված բան է, չէ՞, սա պիտի կանխվի այսպիսի բաներ, ես չեմ կարծում, որ սա ճիշտ տեղ է մեզ տանելու, որտեղ ի վերջո դիտարկում են, չէ՞, մենք մոնիտորինգի տակ ենք, հազար այլ պրոցեսների մեջ է այսօր Հայաստանը մտած։ Այստեղ ներկա են Եվրամիության բոլոր երկրների դեսպանատները, միջազգային կազմակերպությունները, կապ պիտի բացատրվի, որ սա անում ենք ինչ-որ մի խնդիր լուծելու համար։ Եվ այդ խնդիրը հասարակությանը, ժողովրդին է հենց պետք, ես էլ ասեմ, միանամ իրանց։ Բայց եթե ոչ, այս նշանակում է մենք իսկապես կտրում ենք այն ժողովրդավարական առումով ճյուղը, որի վրա մենք նստած ենք։